չեն կարող հանցագործները չակերտավոր եկեք վերցնենք, ուղիղ հանցագործ չասենք, բայց հանցագործները դառնան թշնամիներ, չեն կարող, որովհետև նրանք մի հատ ընդհանուր շահ ունեն եւ ընդհանուր պատմություն ունեն։ Հիմա այս մեր ընդդիմադիր դաշտում դիրքավորված տարբեր առանձնյակները իրանք ընդհանուր շահ ունեն եւ ընդհանուր պատմություն ունեն։ Իրանք չեն կարող իրար թշնամի եւ հակառակորդ լինել։ Իրանք նույն կաթսայի մեջ էփվող ինչ որ բաներ են եւ նրանք այսօր էլ հայտարարում են անգամ այդ ձեր նշած անձնավորությունը, որ հայտ է տվել այդ ապաքաղաքական կերպարը, ասում է, որ իրենք չի բացառում, որ միավորվել են նախընտրական դաշինքներ չեն կազմում, որովհետև հասկանում են, որ քաղաքացիները պետք է դրան վատ կնայեն եւ չեն կարող քվեարկել։ Իրենք ասում են մենք առանձին կդիրքավորվենք, կասենք իրենք վատն են, նա ասում է մեզ առանձին կմասնակցեմ, կասեմ նա վատն է, բայց որևէ մեկը չի բացառում եւ ասեմ ավելին, ասում են, որ հետընտրական կոալիցիաները անխուսափելի են, իրենք պետք է առանձին մասնակցեն, խաբեն ժողովրդին, հետո միավորվեն կոնսենսուս -1 գաղափարով, այսինքն վարչապետը մի կողմում, իշխող քաղաքական ուժը մի կողմում, մնացածը մյուս կողմում, որպեսզի իրենց միջից մեկին ինչ տարբերությունով է դա։ Ինձ համար ինչ տարբերություն Սամվել Կարապետյանն է, Ռոբերտ Քոչարյանն է, Սամվել Կարապետյանի եղբոր որդին է, թե Ռոբերտ Քոչարյանի որդին է, ինչ տարբերություն ինձ համար։ Հետո իրենցից մեկը դառնա վարչապետ եւ միասին էլի շարունակեն այն թալանը, որը տարիներ շարունակ արել են։